Մենք Հայաստան դաշինքի հիմքի վրա տարբեր ուժերի անհատների հետ քննարկումներ ունենք։ Մինչև սա վերջնական չլինի, այդ մասին խոսելը ճիշտ չէ։ Աշոր ընդդիմադիր ուժերից Սամվել Կարապետյանի թիմը բացառում է ուղիղ համագործակցությունը գոնե նախընտրական շրջանում Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ։ Մենք գտնում ենք, որ շատ նորմալ է, երբ որ տարբեր ընդդիմադիր միավորներ փորձում են իրենց ծրագրերով առանձին մասնակցել, բայց գտնում ենք նախընտրական շրջանում կան կարևորագույն հարցեր, սկսած ընտրությունների օրինականությունը հսկելուց, վերջացրած քաղաք բանտարկյալների պաշտպանությունից հարցեր, որոնց շուրջ պետք է համագործակցել, իսկ հետընտրական շրջանի համագործակցությունը կյանքը եւ ժամանակը ցույց կտա։ Կհասկանանք ով ինչ ներգրավվածություն ունի, ինչ ծավալով եւ կտեսնենք։ Մեր մոտեցումը ստեղ եղել է շատ հստակ։ Եթե մեր համագործակցությունից է կախված լինելու այս իշխանության հեռացումը, մենք պատրաստ ենք ընդդիմադիր ուժերի հետ համագործակցել եւ այդ ակնկալիքը ունենք նաեւ մյուսներից։ Բայց նախընտրական շրջանում, գիտեք, շատ բնական է, որ ամեն մի միավոր հանդես է գալիս իր ծրագրերով, ասում է ես իմ ձևով կգամ ավելի լավ կանեմ եւ իրենց ցանկի առաջի համարը կամ իրենց ներկայացրած տեխնացուն ներկայացնում են, որ լավագույնն է։ Սա շատ բնական, նորմալ քաղաքական process։ Դիվենսներ աջակցություն հայտնեց Ռուսաստանից վերադարձած Արմեն Սիմոնյանը այսօր ակնհայտ մեր տոներով է խոսում, այսպես Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, ինչ է կարծում, սա ընտրությունների հետ կապ ունի, իրենք հասկացել են, որ ռազմավարական դաշնակցի այստեղ Հարավային Կովկասում Գիտեք, եկեք ավելի բան ասեմ, էլի առավոտից իրիկուն ստեղից գոռում են, մեզ մեղադրում են հիբրիդային պատերազմի, Ռուսիա ագենտներ, չգիտեմ, ռսա ինչ են ասում, հասնում են Կրեմլի շրջակայքում, սկսում են այնտեղ կոշիկներ լիզել, ու ինչ ստեղ ասել են, ամբողջությամբ փոխել ու հակառակ ասել, ես են սրանք, այսինքն գան այստեղ խոսան, հենց Լավրովը կլինի օֆտեն, տեսնես սկսել լիզել, այն որ հիշում եք մի ժամանակ ամբիոնից ասում էր լիզում են, իսկական լիզում, իրանց համար իմիջիալոց իշխանությունը պահելու համար հեչ տարբերություն չկա, Մակրոնի կոշիկները կլինի Ալիևի, Էրդողանի, թե Լավրովի, այսինքն լիզելու բանը լինի, իրանք այդ անում են իրենց իշխանությունը պահելու համար, եթե դա օգնելու է իրենց իշխանությունը պահելու, իրանք ամեն ինչի պատրաստ, հիմա այս ինչու եք դա բանը։ Այս լիզելու թեման Պաստորեն Վենսը հայտնեց Փաշինյանին, բարեկամ կոչեց, ասեց մեր բարեկամ վարչապետը, նաև ընտրությունները հիշատակեց, այս աջակցությունը, որ ԱՄՆ-ից ունի, Եվրամիությունից ունի, ինչ հնարավորություններ ունի այս դեպքում ընդդիմությունը իշխանափոխություն անելու։ Գիտեք, Հայաստանում իշխանությունը ձևավորում է հայ ժողովուրդ։ Ամենակարևոր բանը չունի, ժողովրդի աջակցությունը։ Հիմա պարզ է, որ Էրդողանն էլ, հիմա Ալիևը ընտրակաշառք է բաժանում, դարել է Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետը, ցորեն, չգիտեմ, բենզին, այս առաջիկայում նոր բաներ կուղարկի, այսինքն ինչ կա, այդ առևտուր չի, դա ուղիղ ընտրակաշառք է, որի դիմաց վճարելու ենք տարածքով եւ արյունով։ Այդ անելու են, բայց այդտեղ խնդիրը հետեւյալն է, մեր ժողովուրդը ընդունելու է դա, թե ոչ, եւ արդյոք ժողովուրդը աջակցելու է, թե ոչ։ Եթե ժողովուրդը չաջակցի, ես կարծում չի աջակցելու, ով դրսից ասում են արժևում կկնքվի, Վենսը եկավ Հայաստան, դա ժողովրդին խաբելու միջոց է, Նիկոլ Փաշինյանը խաղաղության օրակարգ չունի։ Ինգիա կառավարման 8 տարիների 5 տարիները շարունակ եղել են զիջումների, կորստի ու ողբերգության տարիներ, իսկ վերընտրվելուց հետո շարունակելու հանձնել, երբ որ իրանցից մեկին տեսնեք, խնդրում եմ ուղիղ հարցրեք, այն որ ասել եք Հայաստանի տարածքում տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ, խոսքը ինչի մասին է, այսինքն արդյոք պատրաստում եք օրինակ Տիգրանաշենը հանձնել, մարդը ուղիղ հայտարարել է, չէ, եթե վերընտրվեմ, հանձնելու եմ, հետևաբար ինչ խաղաղության օրակարգի մասին է, դա հերթական զիջումների շարունակական հանձնելու, այսինքն ընտրություններից հետո կարծում եք տեղի կունենան այդ ամենը։ Ասել են արդեն այդ մասը, ու այնքան խիստ է եղել այդ պահանջը, որ չեն կարողացել թաքցնել։ Հիմա առաջիկայում կհրապարակեն սահմանադրության տեքստը, կփորձեն Ալիևին վստահեցնել, որ հանգիստ տեղի, ինչ ասել ես, հետևողականորեն կատարում են։ Ես չեմ բացառում, որ պայմանագիրը ստորագրեն, որ փաթաթեն հաջորդ խորհրդարանի
վրա եւ ասեմ տեսեք խաղաղությանը մոտ ենք, բայց պետք է հասկանանք Նիկոլ Փաշինյանը խաղաղության թշնամին է։